Պատրաստում ենք այսպիսի կատարյալ մշնաբույն ընդամենը մի քանի քայլ կատարելով եւ ստացվում է անչափ համեղ։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 4 ձու, այն կոտրում ենք եւ ավելացնում 1 բաժակ շաքարավազ եւ լավ հարում։ Ավելացնում ենք 3 ճաշի գթալ մեղր եւ կրկին խառնում։ Որից հետո ավելացնում ենք 5 ճաշի գթալ հալած յուղ։ Այնուհետև ավելացնում ենք 5 ճաշի գթալ կաթ եւ կրկին հարում։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդա եւ մի փոքր վանելին։ Զանգվածը լավ հարում ենք եւ ավելացնում մաղած ալյուրը։ Ալյուրն ավելացնում ենք այնքան, որպեսզի ստացվի պինդ խմոր։ Խմորը պետք է այսպես լավ պինդ լինի։ Սեղանի վրա եւս մի փոքր հունցում ենք եւ բաժանում գնդերի։ Ես բաժանել եմ 6 փոքր մասերի։ Փոքր մասերի եմ բաժանում, որպեսզի լավ սառի եւ քերիչով անցկացնելուց ավելի հեշտ լինի։ Գնդերը դնում ենք տոպրակի մեջ եւ դնում սարսախցիկ, որպեսզի լավ սառի։ Լավ սառելուց հետո գունդը հանում ենք հատիկ-հատիկ եւ սկսում անցկացնել քերիչով։ Քերիչով անցկացնելիս պետք է այսպես անընդհատ ալյուր ցանել վերեն, որպեսզի իրար չկպնեն։ Վրաշացնելուց հետո անց ենք կացնում մաղով եւ տեղափոխում ջեռոցի տապակը։ Տապակի մեջ հավասարաչափ փռում ենք եւ թողնում ենք մինչ կարմրելը։ Երբ արդեն մի փոքր եփվել է, խառնում ենք, որպեսզի իրար չկպնեն եւ կրկին կարմրացնում մինչեւ վարդագույն դառնալը։ Պետք է այսպես նուրբ գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանա։ Ամբողջ վերջացնելուց հետո պետք է պատրաստել կրեմը։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ կարագ եւ 1 տուփ եփած խտացրած կաթ, որին ավելացնում ենք 5 ճաշի գթալ մեղր եւ մի փոքր վանելին։ Դնում ենք կրակին եւ լավ խառնում, մինչեւ այսպես լավ համասեր զանգված դառնա։ Եվ այսպես տակ-տակ ավելացնում ենք նախորոք եփված մեր խմորին։ Պետք է շատ լավ խառնել, որպեսզի խմորի բոլոր մասերում տարածվի կրեմը։ Այնուհետև սուրճի բաժակը թրջում ենք եւ լցնում ենք մեր խմորը եւ գթալի օգնությամբ լավ սեղմում։ Այնուհետև խոհանոցային տախտակի վրա այսպես 2 անգամ խփում ենք եւ շատ հեշտությամբ ներսից դուրս է գալիս։